սահմանը նախ վարչապետի հայտարարությունը, որ չեք ուզում Արցախի, այսպես ասած, շարժումը շարունակել ու ամբողջ ակումբը ստեղծվեց դրանից հետո ինչ միտում ունի եւ նաեւ Արցախի դրոշը բարձրացնելու հետ կապված Երուսաղեմում պրոցեսի Դե կարծում եմ այստեղ ինչ որ նորություն ասելու չեմ լինի, եթե ասեմ, որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին ընդդիմադիր գործընկերները մեր փորձում են օգտագործել ու շահագործել սեփական նպատակների համար, ինչը եւ փորձում էին անել ի սկզբանե, փորձում էին անել այն ժամանակից սկսած, երբ որ Լեռնային Ղարաբաղի մեր քույրերն ու եղբայրները բռնի տեղահանության ենթարկեցին, սակայն մի քանի անգամ այսպես հիասթափությունների մեջ ընկնելով, չկարողանալով մոբիլիզացնել այդ մարդկանց, չկարողանալով նրանց դրդել Հայաստանում բողոքի գործողությունների եւ մնացածի կարծես թե հետ են կանգնել այդ մտքից, հիմա կրկին փորձում են դա անել ու դա փորձում են անել շատ նողկալի եղանակով որպես այդպեսին, ինչա դա իրենից ենթադրում գնում են այնպիսի ռադիկալ մտքեր ունեցող Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների են խոսեցնում, այնպիսի ատելության խոսք են նրանց կողմից տալիս եթեր իրենց լրատվականներով, որին ի պատասխան հնչելու ատելության խոսք չի կարա լինի, որ չհնչի ուղղակի դատապարտում իհարկե ատելության խոսքը, բայց երբ որ մի կողմից ատելության խոսք հնչում, մյուս կողմից էլ է հնչելու, դա ուզես թե չուզես, հետո սկսում են ներկայացնել, որ իբր իշխանության կողմից ատելության քարոզ է տարվում, այնի չկա նման բան ուղղակի։ Իրանց երջանկությունը ու իրանց նպատակների գագաթնակետը հետևյալն է՝ մարգինալացնել Լեռնային Ղարաբաղի մեր քույրերին ու եղբայրներին, այնպես անել, որ նրանք մտածեն, թե իբր իշխանությունը իրենց նկատմամբ պատելություն է տարածում, ու այդ մարդկանց օգտագործել իշխանության դեմ միտինգների համար։ Այդ է ամբողջ նպատակը, ուրիշ նպատակ չկա, իսկ ավարտեմ, իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի դրոշը բարձրացնելուն եւ մնացածին, դա բան է, էլի, նախերգանքն է որպես այդպեսին, բան են անում, Լեռնային Ղարաբաղի դրոշով խափում են, որ հետո Ռուսաստանի դրոշը բարձրացնեն Հայաստանի Հանրապետության դրոշի փոխարեն։ Գյումրիի ընտրությունները ձեզ վառ օրինակ, որ ընտրության հենց հաջորդ օրը ընդդիմության փառապանց տեխնացուն հայտարարեց, որ այո, Հայաստանը Բելարուսի օրինակով պետք է մտնի միութենական պետության կազմ։ Պարոն Ալեքսանյան, ընդդիմությունն ուրիշ բան է ասում, ասում է խաղաղության պայմանագրով դուք փակում եք Արցախի էջը, արդյոք համաձայն եք այս պնդման հետ։ Դե ընդդիմության ֆանտաստիկան է, էլի դա իրականում, իրենք Լեռնային Ղարաբաղում իշխանությունը զավթեն, իրենք Լեռնային Ղարաբաղի լուծարման մասին հրամանագիրը ստորագրեն, իշխանություններին ասեն, այ դուք փակում եք էջը։ Այդ դուք չէիք փակում, այդ դուք չեք փակել արդեն այդ էջը լուծարման մասին հրամանագրով։ Ասում է լուծարման հրամանագիրը տես թուղթ կա թե չկա։ Այդ հիմա բա որ խոսում եք վաղը դա այդ ձեր խոսածածը կա թե չկա։ Չկա, որտեղ ձեր ոչ մի խոսքը վաղը չկա։ Պարոն Ալեքսանյան, այ դուք ասում եք, որ արցախցիների